ԱՄՆ նախագահը չի բացառել մեքսիկական թմրակալտերների դեմ ռազմական գործողությունների հավանականությունը, ընդգծել ԱՄՆ թմրանյութերի հոսքերը դադարեցնելու կարևորությունը, բայց նա հարկավոր է դիմել կոնգրեսին, հարկավոր է, որ եւ դեմոկրատները եւ հանրապետականները համաձայնեն, սակայն դեմոկրատները մի փոքր խելագար են եւ կարող են դեմ արտահայտվել, պնդել է Սպիտակ տան ղեկավարը։ Չորեքշաբթի նոյեմբերի 19-ին Ստամբուլում Ռուսաստանի ներկայացուցիչներ չեն լինի, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Թրամփի հատուկ դեսպանոր Սթիվեն Ուիթքոֆը նոյեմբերի 19-ին կայցելի Թուրքիա կմասնակցի Զելենսկիի հետ բանակցություններին, հայտնել է Reuters-ի աղբյուրը։ Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ այդ օրը կլինի Թուրքիայում բանակցային գործընթացը ակտիվացնելու համար։ Մասնավորապես նա հիշատակել է գերիների փոխանակման հարցը։ Թուրքիայի ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլետ Բաղչելին կոչ է արել Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի դատավարությունը ուղիղ հեռարձակել երկրի բոլոր հեռուստաալիքներով։ Դատավարությունը պետք է ուղիղ հեռարձակվի բոլոր հեռուստաալիքներով, այդ թվում ՏՌՏ-ով։ Թուրք ժողովուրդը պետք է տեսնի եւ իմանա, թե ինչ է կատարվում։